Եվրոպական միությունը գտնվում է Ռուսաստանի բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ռուսաստանն ունի սպառազինության մի ամբողջ սպեկտր, եւ մենք գտնվում ենք այդ զենքի հասանելիության գոտում, հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդի խոսքով եվրոպական բոլոր երկրները ենթակա են սպառնալիքի ռուսական բալիստիկ հրթիռների կողմից։ Նա հավելել է, որ Ֆրանսիան չպետք է ցույց տա իր թուլությունը Ռուսաստանի առաջ։ Ռուսաստանը ԱՄՆ-ից ակնկալում է ուկրաինական հակամարտության կարգավորման պլանի այն տարբերակը, որը Վաշինգտոնը համարում է միջանկյալ եւ որը քննարկվում է Եվրամիության եւ Կիևի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք ամերիկացի գործընկերների հետ շփման ուղիներ ունենք, դրանք գործի են դրվում։ Մենք նրանցից ակնկալում ենք այն տարբերակը, որը նրանք միջանկյալ կհամարեն եվրոպացիների եւ ուկրաինացիների հետ այդ տեքստի համաձայնեցման փուլի ավարտի տեսանկյունից, նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։ Լավրովը ընդգծել է, որ Մոսկվան չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, սակայն պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումներ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը կոչով դիմել է Ռուսաստանին։ Նա նշել է, որ Մոսկվան պետք է միանա Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ Նրա խոսքերը փոխանցում է Independent պարբերականը։ Իհարկե, դեռ շատ աշխատանք կա անելու, բայց ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը հիմա պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Պարբերականը մեջբերել է դիվանագետի կարծիքը։ Նա նաև հավելել է, որ այժմ հակամարտության կարգավորման հարցում ինտենսիվ աշխատանք է տարվում։ Ռուսաստանն ու Եվրոպան այժմ առճակատման մեջ են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Վերջին տարիներին Ռուսաստանի հետ դիմակայությունը նոր մակարդակի է հասել, հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։ Վերջինիս խոսքով Եվրոպան պետք է ցույց տա, որ անխոցելի է ուժի առջև։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրները գտնվում են ռուսական բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։ Եվրոպական երկրները իրենք են հրաժարվել օգտվել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ներդրում ունենալու հնարավորությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը Եվրոպային դիմել է. «Տղաներ, դուք շանսեր ունեիք» բառերով, մեկնաբանելով Եվրամիության երկրների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք դեմ են ճգնաժամի լուծմանը առանց նրանց անմիջական մասնակցության։ Ամեն անգամ, երբ առաջընթաց էր գրանցվում, այդ պայմանավորվածությունները ձախողվում էին։ Եվրոպան ձախողվել է բոլոր հոդվածներով, սկսած 2014 թվականից, ընդգծել է Լավրովը։